Հայաստանն ու Ադրբեջանը իրենց ինքնիշխան տարածքներում կարող են իրականացնել այդ թվում ամրաշինական աշխատանք։ Այսպես է վարչապետն արձագանքում վերջին օրերի աղմկոտ թեմային, որ Հայաստանի տարածքում Բաքուն ամռանը նոր դիրք է կառուցել։ Այս մասին նախ հայտարարել էր Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Հետո փաստեր ստուգող լրագրողներն էին նույնը պարզել։ Պաշտպանության նախարարությունը սակայն հերքել էր, պնդելով, թե այդ դիրքը Հայաստանի տարածքում չէ։ Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր տարակուսեց, ի՞նչն է խնդիրը։ Ամբողջ խնդիրը դրանում է, որ կա հստակ սահմանագիծ, եւ գիտենք, որտեղ է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը եւ որտեղ չի Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի պետական մարմինների լիազորությունից դուրս։ Կառավարության ղեկավարին հարցրեցինք, երբ ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ամրաշինական աշխատանք իրականացնում են իրենց ինքնիշխան տարածքներում, նշանակում է, որ Բաքուն 2020-ից հետո Հայաստանի զավթած հողերում դիրքեր եւ այլ ենթակառուցվածքներ չի կառուցել։ Նիկոլ Փաշինյանը նախընտրեց ուղիղ չասել, որպեսզի ինչպես բացատրեց խաղաղությանը չվնասի։ Ես նախկինում այդ թեմային անդրադարձել եմ, որ մենք ունենք սահմանազատման հետ կապված խնդիրներ։ Ես չեմ կարող հարցը դիտարկել մի հարթության մեջ, որովհետև եթե ձեր հարցին արդարորեն պատասխանեմ, պետք է պատասխանեմ երկու կողմերի մասին։ Դրա համար դուք գիտեք ճշմարտությունը, ես մեկնաբանություն չեմ անում։ Հիմա փաստն այն է, որ երկուստեք մենք խուսափում ենք նման բաներից։ Հայաստանից տարածքներ օկուպացնելուց հետո ադրբեջանցիները ամրապնդվել են գրեթե բոլոր հատվածներում, պնդում է Միասնության թևեր նախաձեռնության ղեկավարը։ Արման Թաթոյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը, որ կրծքին ամրացրել է Հայաստանի քարտեզը, առավել կարևորում է իր քաղաքական շահը։ Հենց դրա համար էլ հրաժարվում է խոսել ոչ միայն օկուպացված տարածքներից, այլ նաև դրանցում ադրբեջանցիների իրականացրած ինժեներական աշխատանքներից։ Հայաստանի իշխանությունը հանուն նրա, որ ասի խաղաղություն է եղել, որ ադրբեջանական ներխուժումների մասին չխոսի, հանուն նրա, որ հիմա քաղաքական ինչ-որ փորձի դիվիդենդներ շահել, այո, մեր տարածքները ստացվում է, որ զիջում է Ադրբեջանին։ Այս պաշտպանության նախարարության վերջին մանիպուլյացիոն հրապարակումը դրա մասն էր եւ հիմա կարծեք թե հետեւյալ process-ն է գնում։ Որքան չխոսենք, անտեսենք, մոռացության տրվի, հետո մեկ այլ ոչ մեկ չի խոսա դրա մասին։ Վարչապետն այսօր դարձյալ պնդեց, տարածքների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սահմանազատմամբ։ Մոտ 2 տարի առաջ այս ամիսներին Տավուշի հատվածում Ադրբեջանին վերադարձվեց 4 գյուղ, որից հետո սահմանազատման այլ աշխատանք գործնականում չի արվել։ 3 ԵԽԽՎ ամբիոնից վարչապետը պնդեց, եթե այդ որոշումը չկայացվեր, Հայաստանն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։ Սահմանազատման հանձնաժողովով այս հարցը չի լուծվելու։ Ինչու՞։ Այս աստիճան ամրացումներ, ոչ միայն դիրքերի նոր դիրքեր են կառուցում, ճանապարհներ, էլ դրանցում արևային պանելներ, հրաձգային ու խոշոր տրամաչափի կրակային կետերով եւ այլն, դուք որևէ ինչ-որ մեկը միամիտը կարող է գալ ասել սա ինչ-որ հանձնաժողովով լուծվելու է։ Իհարկե չէ, սահմանազատման process-ը կեղծիք է։ Սահմանազատման օրակարգից նորություն չկա, իսկ կա նորություն հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված համաձայնագրի ստորագրումից։ Դիվանագետները լուռ աշխատում են, ասաց Փաշինյանը։ Ինքը կասկած չունի, կգա այդ օրը։ Մա կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։ Ստորագրման համար Ադրբեջանի նախագահն ասել էր, Հայաստանը մեջբերեմ տնային աշխատանք ունի անելու։ Ալիևը նկատի ունի սահմանադրության փոփոխությունը եւ դրանից անկախության հռչակագրի հեռացումը։ Այդ փաստաթուղթը ըստ Ադրբեջանի տարածքային պահանջ է պարունակում իր նկատմամբ։ Նոր սահմանադրության տեքստը այս ամիս պիտի պատրաստ լինի, իսկ ինչ կլինի անկախության հռչակագրի հետ։ Նիկոլ Փաշինյանը այսօր վերահաստատեց դիրքորոշումը։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի եւ ասեմ ինչու, որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Այնքան էլ լավ նորություն վարչապետն այսօր չուներ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող թրիփ ծրագրի շուրջ։ Ասաց գոնե այսօր ԱՄՆ Իրան շարունակվող պատերազմի պայմաններում այն ամերիկյան վարչակազմի առաջնահերթություններից չէ։